Այսօր ինձ հրավիրել էին քննչական կոմիտե պետության սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների, վախենալու անունա, չէ, քննության վարչություն, հարցաքննության։ Ես սովորաբար նման դեպքերի չեմ արձագանքում, չեմ հարայնացնում, նախ այն պատճառով, որ սա դարձել է մեր կյանքի ու գործունեության վերջին տարիների անբաժանելի մասը, եւ երկրորդ դրա իմաստը չեմ տեսնում, ինչ որ անում են այս իշխանությունները, շատ կանխատեսելի է եւ սպասելի, բայց հաշվի առնելով այսօրվա դեպքը, որ նաեւ մամուլում տարածվեց ու արձագանք գտավ, կարճ արձագանք եմ։ Ինձ հրավիրել են քննչական վարչություն, քննչական կոմիտե Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործի շրջանակներում, գիտեք, այդ գործից կա անջատված մաս եւ տեղի ունենում այսպես կոչված լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալով, հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդհանրապես քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ է եւ ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Դուք հիշում եք, երբ որ այս գործի շրջանակներում գլխավոր դատախազը գտնում էր ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու հարցով ԿՊԱ-կան պատգամավորները ինչպիսի մեծ ջանքերով եւ կրքով պահանջում էին, բա ինչի՞ մյուս երկու պատգամավորներին Գառնիկ Դանիելյանին եւ Իշխան Սաղաթելյանին չեք անձեռնամխելիությունից զրկում, որպես գործի շրջանակներում շոշափում է նաեւ մեր անունը։ Նշեմ, որ մենք անհանգստության որևէ պատճառ չունենք, պարզ պատճառաբանությամբ, սա իրավական որևէ պրոցեսի հետ կապ չունի, քաղաքական պատվեր է եւ փորձել են այս շրջանակներում հավանաբար ակնկալիք ունեն ինչ-որ նոր գործ կարելու կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու։ Ընդհանրապես կարող եմ ասել հետեւյալը, որ այս իշխանությունների կողմից հետապնդվելը դա պատիվ է, նաեւ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, քանի որ նրանք անազատության մեջ են այս չարիքի իշխանության դեմ պայքարելու արդյունքում, այլ ոչ թե հանցագործան։ Ամոթ է եւ խարան է այս իշխանությունների հետ համագործակցելը եւ նրանց ձեռքին գործիք դառնալը։ Իսկ նման քայլերով ինձ իմ ընկերներին որևէ կերպ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց, մեր ճանապարհից եւ ամեն մի նման քայլ եւ գործողություն ոչ թե մեզ կաշկանդում է, այլ ընդհակառակը, նախ համոզվում ենք, որ ճիշտ ընթացքի մեջ ենք եւ գտնվում ենք ճիշտ ճանապարհին եւ ավելի վճռական, ավելի կազմակերպված շարժվում դեպի առաջ մեր նպատակին հասնելու եւ այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ուղղությամբ։ Հետաբար ամեն ինչ նորմալ է, սիրելի ընկերներ, հայրենակիցներ եւ հետաքրքրվողներ, պինդ մնացեք։